Իհարկե ժողովուրդը միասնական կլինի։ 30 քանի տարի այդ ժողովրդին խաբել են, իսկ խաբած ժողովրդին ոտի անելը դժվար է։ Ինքը մի օր պետք է հավատա, որ այս շարժումը ճիշտ է, անկեղծ է ու այս շարժման մեջ առևտուր չկա։ Այս շարժման մեջ կա մի հատ կոնկրետ բան։ Просто չխաբել ժողովրդին, ժողովրդի կողքին լինել ու ժողովրդի հետ միասին սարքենք այն երկիրը, կառուցենք այն երկիրը, որ այսօր յուրաքանչյուր հայ երազում է։ Ու ես կարծում եմ, սա ամենալավ նախադեպներից մեկն է, ամենալավ սկիզբն է։ Իսկ ամեն դեպքում անդարբերությունը մարդկանց մեջ չի կոտրել։ Ինչպես կոտրել այդ անդարբերությունը եւ ամրապնդել կրկին այդ հավատը։ Լիդերի շնորհիվ, որ փառք Աստծո այսօր կա Կարեն Արայանն է։ Այդ մարդը գնում է դրան, որ վերականգնի 36 տարի, 37 տարի ջարդած ժողովրդին։ Խնդրեմ, այն 4 հոգին, որ մեր հետևում կան, նորից եմ կրկնում, մեր խաչակիրները։ Դուք 36 տարի ժողովուրդ են ջարդում, դուք ուզում եք երկովա մեջ ոտի հանենք, դա դժվար է։ Բայց կամաց գալու ենք։ Ոչ թե կամաց, այլ գոնե վաղը մյուսը ժողովուրդը կհասկանա, որ ամեն ինչ անկեղծ է, ժողովուրդը կլինի ստեղ։ Ու մենք ահավոր սպասում ենք այդ օրվան, որտեղ մենք բոլորը միասին անելիք ունենք, ու պետք է կարողանանք բոլորով մի բան ուզենք։ Դա մի անգամ ա եղել մեր կյանքում, ես անդադ կրկնում եմ։ Այդ Ղարաբաղներ 88 թվին, որ նույն տեղում այստեղ հավաքված հայ ժողովուրդը նույն տեղում հավաքված բոլորս մի բան ենք ուզում ու դա եղավ, դա Ղարաբաղներ։ Որը հավաքվեցինք ու բոլորով մի բան ուզեցինք, այս հաղթանակն ու այս մեր վաղվա երկիրը լինելու է, որը մեր համար այսօր թեթև երազանք է, բայց երազանքների իրականություն է դառնում ամեն մեկից տեղ լինելով։ Այդքանը կարամ ասեմ։